Արարատյան խոհանոցն է եթերում արգել հեռուստատի տողներ, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, այս հաղորդումները հենց ձեզ համար են։ Եվ ձեզ համար են դառնալով, որ դուք ունեք անմիջական մասնակցություն։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան, ամենաարևաբույր հայոց ազգային խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այսօր մի շատ ավանդական ուտեստ ենք պատրաստելու իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրն է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Ազնավուր ռեստորանի ավագ խոհարար, մեր եւ ձեր արդեն լավագույն բարեկամ Զվարթ Գասպարյանի հետ։ Ողջույն Զվարթ։ Ողջույն։ Ինչպես է Տիկին Գասպարյան։ Շատ լավ։ Տրամադրությունը բարձր է։ Իհարկե բարձր։ Պատրաստելու ենք ավանդական կիլիկյո ավանդական ուտեստ։ Այո, ոսպով, բլղուրով կոլոլակներ, իր սառը խավարտի հետ, բադրիջանով եւ բիբարով։ Տակդեղով եւ սմբուկով։ Տակդեղով եւ սմբուկով։ Ինչ ենք անելու։ Այ դու ինձ այս նախնական զրույցում ասացիք, որ բավականին գործ ունեմ։ Սկսենք սոխարածից։ Մանր քառակուսի դեր, մանր։ Այո, ինչը հնարավորինս մանր։ Հնարավորինս մանր, ինչքան Այո, այո։ Շատ լավ։ Երեք գույնի տակդեղ պիտի կտրատեի, չէ՞։ Նախորոք ոսպը, ասեմ, որ պետք է մանրացված ոսպը խաշում ենք։ Եվ երբ որ այն արդեն շիլա է դառնում, ավելացնում ենք բլղուրը, վերցնում կրակից, ու այն դառնում է համասեր զանգված բլղուրով ու ոսպով։ Լույս։ Այո։ Հիմա այն կանենք սոխարած, կհամեմենք սոխարածը։ Կհամեմենք աղով։ Արդեն վարդագունել է։ Ես այն կլցնեմ ոսպի վրա։ Զանգվածը արդեն պատրաստ է, այո։ Եվ նորից հիշեցնենք, մենք ոսպը աղացել ենք, մի քիչ թրջված ոսպը ավելացրել ենք բլղուր։ Այո։ Աղ, պղպեղ երևի, հա։ Աղ, պղպեղ, քիմիոն։ Աղ, պղպեղ, քիմիոն։ Հիմա նոր ավելացրեցի սոխարածի հետ։ Հիմա համատեղ մենք կպատրաստենք նաև խավարտը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ջուր, որ խնդրեմ Սեթրակ ջան կտաս ջուրը։ Այո, այո, խնդրեմ։ Եվ նույն մի թեթև պետք է խաշվի, եւ նաև սմբուկը, խնդրեմ։ Սմբուկը ամբողջովին մաքրում ենք, թե շերտերով մաքրենք։ Շերտերով։ Շերտերով։ Բնականաբար, որ շատ ավելի Կեղևը նույնպես այո, ունի սննդային արժեքներ, շատ պարունակում է յոդ, պարունակում է նիկոտին, այսինքն եթե ուզում ենք վերջ տալ ծխելուն, կարող ենք շատ սմբուկ օգտագործել։ Եվ ունի նաև դիաբետներին օգտակար է, շատ շաքարով հիվանդներին։ Ահա, բնական ինսուլինի քանակ ունի նաև։ Աղ պիտի ավելացնենք այդ ջրի մեջ։ Մի քիչ, այո։ Իսկ բանջարեղենները միասին ենք խաշելու։ Այո, այո։ Ոչ մի բան։ Նրանք ընդհանրապես պետք է մի թեթև թուլանան, Շոկի հարվել։ Այո։ Չպետք է շատ խաշվեն։ Հիմա մաղադանոսն ու կանաչ սոխներ պետք է կտրատենք։ մանր, Այո,
մաղադանոց եւ կանաչ սոխ։ Խյուսին պիտի ավելացնենք։ Պետք է ավելացնենք խյուսին։ Գիտեք, ես այս ուտեստը ավելի շատ սիրում եմ, երբ իմ մայրիկն է պատրաստում։ Ես ավելի քիչ ժամանակ եմ ունենում տանը պատրաստելու։ Ու երբ ինքը պատրաստում է, հատուկ եմ գնում ուտելու։ Կանչում են, հրավիրում են։ Ամբողջը լսնեմ։ Այո, շատ ու շատ ուտեստներ այսպես ընտանեկան միջավայրում է, որ համեղ է ստացվում։ Դե դուք պատկերացրեք, թե այս ամբողջը պատրաստելիս տատիկները կամ մայրիկները ինչքան լավ եւ դրական բաների մասին պիտի խոսեին, հորդորեին, խորհուրդ տային իրենց թորնիկներին։ Ահա այս ավանդույթն է, որ մենք կարծեմ մի քիչ արդեն կորցրել ենք, ցավոք սրտի։ Միգուցե ժամանակներն են այդպիսին, միգուցե շատ է արագացել ժամանակը, չէ՞։ Ժամանակը արագացել է, ոնց որ թե օրը 24 ժամը չի բավականացնում մեզ արդեն։ Կոլոնդրակների նման։ Բանջարեղենն էլ արդեն խաշվում է։ Այսպես։ Լավ եղավ նաև խավարտը ասենք, թե… Այո, սառը վիճակում այն պետք է համեմվի նրա հետ։ Եվ սխտոր պիտի կտրատեինք, չէ՞։ Այո, մենք հիմա այն սխտորը կավելացնենք նաև մի քիչ կարմիր բիբար ու սև բիբար, պղպեղ, հա։ Ավելացրեցինք կարմիր պղպեղ։ Ես տեսնում եմ այդտեղ արգանակներ մի քիչ վերցրի։ Այո, անպայման։ Այն պետք է սառը վիճակում։ Պետք է ուտել սառը վիճակում։ Շատ ամառային է, ասեմ, բավական է։ Ուրեմն նորից ոսպը աղացինք, չոր ոսպը թրջած աղացինք, ավելացրինք բլղուր։ Այո։ Այնուհետև սոխարած պատրաստեցինք, համեմեցինք քիմիոն, կարմիր պղպեղ, սև պղպեղ, աղ, մաղադանոց եւ կանաչ սոխ, կոլոլիկները պատրաստեցինք, իսկ առանձին խաշեցինք բանջարեղենը, սմբուկ, 3 գույնի տակդեղ, իր հյութով համեմեցինք աղով մի քիչ ու սխտորով։ Եվ այն պետք է անպայման սառը վիճակում համեմել։ Սառը վիճակում, այսինքն երկուսը միասին պիտի սառը վիճակում շատ ամառային է։ Շատ լավ ապրես զվարթ ունես ցանկություններ, որ պիտի հղես մեր հերոսատողներին։ Շնորհակալություն, որ կիսեցին մեզ հետ։ Այս մի քանի րոպեն, որ տրամադրեցին մեզ։ Այո։ Բարեկամներ, ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Զվարթին, որ կարողացավ ժամանակ գտնել եւ այսօր անցկացնել մեզ հետ։ Իսկ ձեզ նույնպես շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, պատրաստեցեք այսպիսի ավանդական ուտեստներ եւ կտեսնենք, որ մենք կլինենք ելավելի առողջ։ Այսօրվա համար պատրաստել ենք այսքանը բարեկամներ, ուզում եմ, որ լինեք առողջ եւ երջանիկ, ասք սիրենք ու հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամներ։ Ոսպով քոլոլակներ։ Ոսպ 200 գրամ, բլխուր 100 գրամ, սոխ 150 գրամ, սմբուկ 200 գրամ, տակդեղ 100 գրամ, սխտոր 30 գրամ, աղ, կարմիր պղպեղ, սև պղպեղ, քիմիոն, բարեախորժակ։